Բարեկամներ, տեսնում եք, որ մենք շարունակում ենք մեր բավականին երկարատև ճամփորդություն Իրանի բոլոր հատվածներով այս պահին ես գտնվում եմ հարավի իրանական հարավում գտնվող Մինաբ քաղաքի այն դպրոցի կամ դպրոցից մնացած ավերակի դիմաց, որը հենց պատերազմի սկսելու առաջին օրը ռմբակոծվեց, հրթիռակոծվեց եւ որի հետևանքով զոհվեց ստատուտ տվյալների 156 մինչև 175 հոգի, որոնցից մեծ մասը դպրոցական երեխաներ էին, աղջիկներ, թվերը տարբեր են, բայց այստեղ էլ ինչպես օրինակ Հայաստանի պարագայում, երբ անկած մարդիկ սկսում են վիճել, թե ենթադրենք Արցախյան երկրորդ պատերազմում զոհվեց 5000 մարդ, թե 4900, թե 4200, սերության սրտիվը կարևոր է, բնականաբար ամեն հոգու կյանքը, ամեն մեկի կյանքը կարևոր է։ Բայց այստեղ այն վերջն այն է, որ պատերազմ ենք իրենով, սա է, բոլորին է վերաբերում։ Ես կուզեմ մի քանի մեկնաբանություն անել այստեղ, կապված քանի որ մենք հիմա գտնվում ենք, այսպես ասած, զարգացումների էպիկենտրոնում, իհարկե ամեն ինչ անցել է, եւ կարծեք թե սա արդեն շրջված էջ է, բայց զարգացումները, ինչպես տեսնում եք, ամեն վայրկյան են փոխվում, ստորագրվել է համաձայնագիրը, հուշագիրը ավելի շուտ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, բայց այստեղ շատ հարցեր կան, նախ Իսրայելը փորձում է այս հարցում չհամաձայնել այդ կետերի հետ, երկրորդ իրանական կողմը հրաժարվեց շվեյցարիայում տեղի ունենալիք բանակցությունների շարունակությունից, որովհետև Թրամփը հայտարարել է, որ Իրանը ըստեղության կապիտուլացվել է, բայց դեռևս մենք տեսնում ենք, որ դրական որոշակի ևս քայլեր կան, Հորմուզի նեղուցի հետ կապված, որը կարծեք հիմա բացվում ենք դեպնալու ենք այցելելու ենք այդ հատվածը ևս մենք մեր աչքերով կտեսնենք։ Սա է, որ կուզեի այս պահին ձեզ ասել, դեռևս այսքանը, շարունակեք հետևել մեզ, Եվրամեդիա ցանցոցի աշխատանքներին, ձեզ հետ Գևորգ Մելիքյանը Իրանի Մինաբ քաղաքից։